Հիմա ամենակարևորը շատ հետաքրքիր քայլ արեցին ուկրաինացիները եւ ըստ էության տեսեք, անկախ Փաշինյանի ցանկության եվրոպացիները ընդգծեցին եւ Ուկրաինայից խոսեցին եւ Ռուսաստանի մասին խոսվեց եւ Ռուսաստանում կատաղեցին, որովհետեւ դա հստակ Ռուսաստանը հասկանում է, որ Եվրոպան ուղղակի այսպես թարս ապտակեց ռուսներին, ասելով որ Հայաստանը այլևս քոնը չի։ Շատ པարզ ցույց տալով որ Հայաստանը այլևս քոնը չի։ Ավելին ասեմ, ես ձեզ նախորդ թողարկմանը ցույց տվեցի, որ Եվրոպան Թուրքիային սահմանափակում է, Էրդողանը արդեն իրան կոտորում է, ասում է առանց Թուրքիայի Եվրոպան չի կարա լինի, ինչ որ տենց արդեն ճղում է Իրան այս երկու օր, հա։ Ես ես ով չինայի նախորդ թողարկումը նայեք։ Ես ասեցի Էրդողանի եւ ոնց Ուրսուլա ֆոն դեր Լայենը Թուրքիային ուղակի դուրս է դնում Եվրամիությունից եւ իր տեղն է ցույց տալիս Թուրքիային։ Եվ ավելին ասեմ, հետաքրքիր ֆոնի վրա նայեք, Եվրոպայությունը ասում է, որ Հայաստանը դա մերն է, ոչ Թուրքիայինը, ոչ Ռուսաստանինը, եւ իրանք պատրաստ են այդ հնարավորությունը մեզ տանալ։ Այ կօգտվեք մեկ թե չէ, դա արդեն այլ հարց է։ Եվ ամենակարևորը տեսեք ինչ հետաքրքիր բան տեղի ունեցավ։ Ուրեմն Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շատ փայլուն սելֆի, ուրեմն եւ բաներ պոստեր է տեղադրում X-ի էջում եւ սելֆի էր Երևանից ցույց տվել, որտեղ իր տպավորություններից էր ներկայացվել եւ ասաց, որ դա եվրոպական մայրաքաղաք է եւ այսպես ազատ շունչ։ Եվ իր շնչով եւ աշխարհաքաղաքականապես։ Դուք պատկերացնում եք Ուկրաինայի արտգործնախարարը, ես Երևանում եղել եմ, ես հասկանում եմ, որ դա այդպես չի։ Ինքը չափազանցրել է։ Եվ ես հասկանում եմ, որ ինքը գրել է, ես որտեղ որ չմտա, մարդիկ բնակիչները գոռում էին Սլավա Ուկրաինե։ Ես էլ եմ մի քիչ կասկածում, բայց ինքը ուզեցել է դրական ներկայացնի եւ նաեւ մի քիչ Պուտինին sense մռմռացնի իհարկե բարձը, բայց շատ կարևոր էր սա, որովհետև ինքը աշխարհին ներկայացրեց հայերին որպես աշխարհ քաղաքական, ուրեմն դեմոկրատիայի առումով Եվրոպային պատկանող երկիր, այսինքն եվրոպական երկիր։ Բացի դրանից շատ կարևոր մի քայլ արեց Սիբիկան։ Արադ Միրզոյանի հետ հանդիպան ժամանակ երևի ստացել է պատասխան, որ Հայաստանը ճանաչում է Ուկրաինա, որովհետև Հայաստանը չի կարող չճանաչի, որովհետև այն սովետական միության սահմանների մասին, որ Սաղորը Փաշինյանը խոսում է, եթե ինքը չճանաչի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, նշանակում է ինքը չի ճանաչում ոչ մի բան։ Նշանակում է ինքը չի ճանաչում սովետի քանդումը, նշանակում է չի ճանաչում Հայաստանի ներկայիս սահմանները, որտեղ մենք նույն նավի մեջ ենք։ Եթե ինքը ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ ասում է Հայաստանի սահմանը այսքան է ֆիքսված է, ինքը պարտավոր է ճանաչի նաեւ Ղրիմը Ուկրաինայի կազմում, բայց այդ մասին դուք չենք անում եւ ասում։ Բայց Սիբիգան գրեց, որ Հայաստանը սատարում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Սա շատ կարևոր է։ Հիմա ես շատ կուզեմ լսել դա Արարատ Միրզոյանից։ Ես շատ կուզեմ լսել դա Նիկոլ Փաշինյանից։ Ես վստահ եմ, որ Սիբիգան չէր գրի, եթե Արարատ Միրզոյանը դա իրան անձնական։ Տղեկ դուք հավաքեք դա ասեք, որովհետև դա Հայաստանի համար էլ է կարևոր։ Եվ շետարքրական մի բան, ապտակները այնքան շատ էին Մոսկվայում, որ Զելենսկին Երևանում Մոսկվա անօթաչու հասավ, երևի շատերը գիտեք արդեն։ Եվ մի հետաքրքիր բան էլ ամերիկյան պատերազմի ուսումնասիրության ինստիտուտը, որ շատ հեղինակավոր կառույց է, հետաքրքիր մի բան է տվել։ Իդեպ ընդհանրապես նաև այս թեմայով ես խորհուրդ եմ տալիս նաև Մարատ Հակոբյանի եթերը նայեք, ուրեմն վաղվա, որտեղ ինքը թվերով են նաև այս ամեն ինչը կներկայացնի, ուրեմն ես մոտավորապես այսպես կասեմ, որ ամերիկյան պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը մանրամասներն ինքը արդեն կասի, ուրեմն արձանագրել է, որ ապրիլ ամսին ուկրաինացիները ավելի շատ տարածք են գրավել քան կորցրել, այսինքն բալանսը մինուս է գնացել ռուսների։ Ամբողջ օրը Z-վային կորների մոտ կանգնած է ուղակի բան, հիստերիա, որ տեխնոլոգիական անօթաչուների առումով Ուկրաինան ուղակի սատկացնում է եւ շատ արագ առաջ անցնում։ Այս համար ենք ասում, որ պետք է Ուկրաինայի հետ համագործակցությունը ուժեղացնել։ Հիմա հասկանանք ինչ է տեղի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ուկրաինայի նախագահի հանդիպման ժամանակ։ Ուրեմն նրանք քննարկել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ փոխգործակցության զարգացման հեռանկարները։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած հանդիպմանը նրանք ընդգծել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը։ Փաշինյանն ու Զելենսկին անդրադարձել են նաև տարածաշրջանային եւ գլոբալ զարգացումներին, ընդգծելով կայուն եւ տևական խաղաղության առաջմղման անհրաժեշտությունը։ Լավ հանդիպում ունեցա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Սա Ուկրաինայի նախագահի առաջին այցն է Հայաստան վերջին 24 տարվա ընթացքում։ Կարևոր է, որ մենք վերսկսենք մեր երկրների միջև ակտիվ երկխոսությունը։ Մենք քննարկեցինք տարածաշրջանում ստեղծված իրավիճակը եւ անվտանգության մարտահրավերները ու սպառնալիքները։ Ես տեղեկացրեցի
խոսեցի իրական խաղաղության հասնելու դիվանագիտական աշխատանքի մասին, X-ում գրել է Զելենսկին։ Ուկրաինայի նախագահը նշել է, որ Փաշինյանի հետ խոսել է նաև տնտեսական գործընկերության զարգացման մասին։ Ես առաջարկեցի վերսկսել տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքը եւ դրա հաջորդ նիստ անցկացնել այս տարի Կիևում։ Այսօր ավելի վաղ քննարկում են ունեցել Հայաստանի ու Ուկրաինայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը եւ Անդրեյ Սիվիհան։ Դե տեսնենք։ Հիմա սպասենք։ Փաստորեն Զելենսկին ինքն է քայլ արել, այսքան մենք ասում էինք։ Քանի տարի ասում ենք ժողովուրդ։ Զելենսկին ինքն է առաջարկել, որ գոնե տնտեսական համագործակցությունը վերականգնենք, ասලා մի վախեցի։ Այսքանից հետո ինչ որ դու ստեղ արեցիր, եթե քեզ թվում է դու էսի բալանսիստականի մեջ ես, չարաչար սխալվում է Փաշինյանը։ Սա բալանսիզմի մեջ չէր արդեն։ Ինքը երևի չհասկացավ ինչ տեղի ունեցավ։ Բայց Եվրոպան առաջարկում է եւ անվտանգություն եւ տնտեսական ուրեմն զարգացում եւ մեծ ու նոր հնարավորություններ, որովհետեւ իրականում նույն Ալիևը, որի հասկանում է արդեն, որ ինքը իր ռուսական շուկայից կախված չի կարող լինել, Պուտինից կախված չի կարող լինել, եւ ինքը ամբողջ իր էներգակիրները վաճառում է Եվրոպա, եւ եթե մենք լինենք Եվրամիության անդամ, իսկ Ալիևը չի կարող լինել Եվրամիության անդամ, որտեղ ինքը դիկտատոր է, հետեւաբար այստեղ Հայաստանի դերակատարումը տարածաշրջանում ահռելի մեծանալու է։ Ուրեմն, հաջորդ ապտակը ռուսներին միջև Ալիևին անցնելը։ Հաջորդ ապտակը ռուսներին, ուրեմն դա որ Փաշինյանն ու Զելենսկին խոսեցին անգլերեն եւ շատ ճիշտ արեցին, որովհետեւ ուրեմն եւ ռուսների մռմռոցը դուրս եկավ այդտեղ։ Ինչի՞ է ալկոհոլիկ Մեդվեդևին թվում, որ Հայաստանում երկու սուվերեն պետությունների ղեկավարները, որոնք ունեն իրենց լեզուները, ուրեմն պետք է խոսեին ռուսերենով, ուրեմն ինչա որ գիտեն ռուսերեն, դե կարող է Բուրկինա Ֆասոերեն գիտեն, չէ՞ այդտեղ կարծեմ ֆրանսերեն է խոսում, լավ, օրինակ Զիմբաբվեերեն է խոսեն, ասենք Աֆրիկյան ինչ որ ցեղի լեզու էլ իմանան, չի նշանակում, չէ՞ որ պետք է այդ լեզվով խոսեն։ Խոսում են միջազգային լեզվով։ Խոսում են միջազգային լեզվով, եւ դա շատ ճիշտ է, եւ սա շատ կարեւոր է, ընդհանրապես սա պատմական բան է, Ժորժ ջան։ Սա շատ կարեւոր էր, որ վերջապես Հայաստանում, այսինքն Զելենսկին եւ Փաշինյանը միասին խոսեցին անգլերեն։ Եվ էլի թարս ապտակ էր Պուտինին, բնականաբար օրակարգը որոշում է Զելենսկին, ինքը չէր կարող ընդունել, որ ռուսերեն խոսել։ Փաշինյանը դեմ չէր լինի, վստահեցնում եմ։ Եվ սա հերթական ապտակներ, ուրեմն, բայց միևնույնն է, շատ լավ է, ես ուրախացա, որ տեսա իրենք խոսեցին ուրեմն անգլերեն։ Հիմա Ալիևի ելույթը բորբոքում առաջացրեց եւ մեղադրեց ԵԽԽՎ-ին, Եվրամիության պարլամենտին, հայանպաստ բայաձևերի համար, բազմաթիվ հայանպաստ բանաձևերի համար, ինչ որ ասում ենք։ Մռմռում է Ալիևի մոտ, որ Եվրոպական խորհրդարանն ու ուրեմն Եվրամիության ուրեմն խորհրդարանը բանաձևեր են ընդունել ուրեմն ԵԽԽՄ-ն, Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովը, Եվրոպարլամենտը, Եվրամիության որոշումներ են ընդունել, բանաձևեր են ընդունվել դեմ եւ որոշել է դուրս գալ ԵԽԽՎ-ից Ալիևը։ Եվ չգիտեմ ինչ որ կեղծ նարատիվներ թե բա մեր տարածքային ամբողջականության հարցն է, երկակի ստանդարտներ եւ համապատասխան մարդիկ ուրեմն պատասխանեցին Ալիևին, որ մենք ունենք մեր սկզբունքները, մեր արժեքները եւ քո պատճառով չենք պատրաստվում փոխել եւ դեղի քաղ բատարկալների թեմայով են բանաձևեր ընդունել եւ Արցախի հայերի վերադարձի մասով եւ ուրեմն Արցախի հայերի ուրեմն վտարման մասով եւ Ալիևը մռմռում էր եւ մեր օգտին եղավ երբ որ Եվրոպայի ուրեմն այդ հավաքի ժամանակ Հայաստանից Ալիևին պատասխանը հնչեց, ասեցին տղաջան դու ով ես որ մենք քո պատճառով մեր արժեքներն ու ուրեմն գործելավեճը փոխենք, ասել են ուսպակոյսիա, հավատա, տենց էլ շարունակվելու է, որովհետև մենք այդ մեր գործելավոճն է, տենց էլ շարունակելու ենք աշխատել, եւ սա փայլուն էր, եւ սա շատ կարեւոր էր։ Ես իհարկե համոզված եմ, որ Փաշինյանին դուր չեկավ այդ պատասխանը, որովհետև տենց թարպես Արցախի հարց բան եւ այլն, Իրան այդ հարցերը ուզում է փակած լինի, բայց մեր ժողովրդի համար, հայ ժողովրդի համար իհարկե դա շատ կարեւոր է եւ հետագայի համար, հա, եւ շատ կուզենամ, որ այդ հարցը միշտ էլ մնա ուշադրության կենտրոնում։ Բայց մի բան շատ կարեւոր։ Մենք մի բան հասկացանք, որ Ալիևը շանս չունի, անգամ եթե այնտեղ հացկացնի Գագաթնաժողովը, մեկը Ալիևը շանս չունի։ Ալիևին չեն կանչելու Եվրամիություն։ Ուղղակի չեն կանչելու, որտեղ նա դիկտատոր է, նա մարդասպան է, նա ուրեմն քաղբանտարկյալներ ունի, իրական քաղբանտարկյալներ ունի, ուրեմն եւ այս առումով Հայաստանը պատմական շանս ունի այդ առավելությունը ստանալ Ադրբեջանի նկատմամբ։ Եվ եվրոպացիները ցույց տվեցին, որ դա միակ շանսն է Հայաստանի համար։ Եվ
ասում եմ, մենք պետք է հիմա տեսնենք ու հասկանանք, արդյոք այս ամեն ինչը ուղղակի PR ակցիա էր Փաշինյանի համար։ Ես էլ եմ ասում, միևնույնն է, հավատացեք, եվրոպացիները գիտեն ինչ են անում, ամերիկացիները գիտեն ինչ են անում, այսինքն ականջի քաշման գործընթացը շարունակվելու է։ Դիմադրեն, չդիմադրեն, միևնույնն է, դա շարունակվելու է։ Եվրոպացիները ցույց տվեցին իրանք ուրեմն իրանք շահերի շրջանակը եւ իրենք շարունակաբար անում են, որտեղ իրենք շատ լավ հասկանում են ի վերջո զարգացումները ուր է գնալու։ Իրենք շատ լավ հասկանում են ի վերջո, որ քո առաջ ընտրություն չի լինելու։ Իրանք շատ լավ հասկանում են, որ հետո եթե անգամ հիմա էլ թփրտած, մեկը վերջում խնդրվելու է նորից, որովհետեւ ֆաշիստ Պուտինը չի կարող ոչ Ալիևի ոչ Էրդողանի դեմ գնա, որտեղ ֆաշիստ Պուտինը արդեն նրանց տակ պարկած է եւ անգամ Ալիևի հետ հակամարտության մեջ չկարողացավ հաղթել։ Ուր մնաց Հայաստանի անվտանգությունը ապահովի։ Եվ նրանք շատ լավ հասկանում են, որ Փաշինյանը ճաշ չի ունենալու, չի կարողանալու մտնել Պուտինի տակ, որովհետեւ Պուտինը չի կարողանալու պաշտպանել իրան։ Իրանք շատ լավ դա հասկանում են, որ այս Փաշինյանը մտավ Պուտինի տակ, Ալիևը ցնծությունից մեռնելու է։ Դրա համար ստիպված անելու խաղեր տալ, բայց խաղերը երկար չի կարողանալու տալ, որտեղ իրավիճակը բերում է նրան, որ դու չես կարողանալու հավերժ այդպես խաղեր տաս։ Իրավիճակը փոխվում, աշխարհքաղաքական շահերը փոխվում։ ԱՄՆ-Չինաստան հակամարտությունն է սրվում, որտեղ Հայաստանը ոտատա կանգած։ Իրանի հարցն է, որտեղ Հայաստանը ոտատա կանգած։ Եվ այլ այսպես շարունակ։ Այսինքն մենք ոտատա կանգնելու փոխարեն, քանի որ մեր դիրքը լավն է, այո, դժվար է, բայց նաև կարելի է այդ դժվարությունից մեծ հնարավորություններ կորզել։ Ոտատա կանգնելու փոխարեն պետք է մեր դիրքը սարքենք եկամտի աղբյուր Հայաստանի համար եւ զարգացման ուրեմն հիմնական ուրեմն ուղին։ Այսինքն մենք պետք է հասկանանք մենք ում ենք պետք, ով կարա մեզ դրա դիմաստա տեխնոլոգիաներ, ով կարա մեզ դրա դիմաստա փող, օգնություն, տնտեսություն եւ այդ ուղղությամբ զարգանանք։ Եվ Եվրամիությունը եկավ ու ասեց մեր դռները բաց են։ Բայց քանի որ Հայաստանում դեռ լավ չեն պատկերացնում ինչա Եվրամիությունը, ինչա կատարվում, Հայաստանում շարունակում են Պուտին խաղացնել, ռուսամետ ընդդիմություններ են ստեղծվում, անընդհատ եւ այլն, նարատիվները ռուսամետ են եւ անընդհատ չգիտես ինչի եվրոպացիներին տալիս են խայտարակ հարցեր, ստորացուցիչ հարցեր, որ երբ որ եվրոպացիներն անգամ Էստոնիայի վարչապետը մի պահ ծիծաղաց Պետրոսի հարցի վրա, ուղակի ծիծաղացեց, կմծիծաղ տվեց։ Սա ամոթ է մեր համար այն ինչ որ մենք խոսում ենք եվրոպացիից։ Եկել է գլխավոր հանրային հեռուստաընկերություն, ամբողջ մի աշխարհքաղաքական մեծ միջոցառում է տեղի ունենում Հայաստանում։ Եվ ամբողջ հարցերը ուղղված էին դուք ուզում եք մեզ փոկել Ռուսաստանից։ Մի քանի մտահոգություն կա, ինչ մի քանի նույն մտահոգությունը 4 անգամ տարբեր ձևերով ձևակերպեց ժողովրդյան։ Ամոթալի ուղակի, ամոթալի հարցեր, բայց փայլուն պատասխաններ, ուղակի փայլուն։ Պետրոսին տենց ուղակի գրագետ ձևով ստորացրած ես էլ մեկին չէի տեսել։ Դա իմ համար ստորացում էր ուղակի։ Եվ հիմա տեսնենք ինչու։ Եվ ըստ սրանով դուք կտեսնեք ինչը առաջարկում մեզ Եվրամիությունը եւ փայլուն ուղակի պատասխաններ արագ անցնենք այս հարցադրույցի վրով։ Ուրեմն Պետրոսը հարցնում է, ո՞րն է ձեր հիմնական օրակարգը։ Ուրեմն Միխալը Էստոնիայի վարչապետը պատասխանում է։ Ուրեմն մեզ հիմնական օրակարգը հետեւյալն է՝ աջակցել Հայաստանին յուրովի սեփական ուղին ընտրելու ճանապարհին։ Եվրոպացիները եկել են մի ուղերձ փոխանցելու, որ եկել ենք ձեզ աջակցելու։ Կարող եք մեզ վրա հույս դնել։ Ինչ ասում Պետրոսը։ Իսկ մեզ մոտ կա քննադատություն, որ եվրոպական քաղաքական համայնքը ստեղծվել է ռուս-ուկրաինական հակամարտության կոնտեքստում եւ այն նպատակ ունի համակարգել եվրոպացիների ուժերը Ռուսաստանի դեմ դիմադրությունում։ Կա այդպիսի բան թե ոչ։ Նախ առաջին հերթին դու ով ես, որ ձեր մոտ քննադատություն լինի, թե այդ համայնքը ստեղծվել է Ուկրաինայի համար Ռուսաստանի դեմ ուժերը լսի գոնե ասեիր կարծիք։ Սա այլանդակությունը փաստորեն մենք ստացվում է ըստ Պետրոսի, որ Հայաստանում քննադատում են Եվրոպային Ուկրաինային պաշտպանելու համար եւ Ռուսաստանի դեմ ուժերը միավորելու համար։ Ինքը հասկանում է, ինքը ինչա խոսում։ Ես հասկանում եմ, որ չմտածող է, մի անգամ ասել է այդ մասին, չի մտածում։ Բայց ես ուղակի ամոթից գեդին եմ մտա ուղակի, ես չգիտեմ, այս մակարդակը երբ է վերանալու։ Երբ ենք տեսնելու այնպիսի լրագրողներ ու վերլուծաբաններ, այնպիսի հարցադրույց վարողներ, որ հաճույք ստանանք, որ միջևերջ
Այսպիսի մարդիկ են եկել երկիր, որ միջև վերջ քամեն ամենաօգտակարը Հայաստանի համար։ Ոչ թե նստեն նույն երգը երգեն արդեն որերորդ տարին է, երբ որ Ռուսաստանը քեզ գցեց, երբ որ իր աչքի առաջ կոտորեցին, հանեցին ժողովրդին։ Նույն այլանդակությունը տարիներով ոնց կարելի է երգեր ենել այդպիսի հարգված մարդկանց մոտ։ Դուք հասկանում եք, օրինակ Պետրոս, դու հասկանում ես Էստոնիայի վարչապետը ինչ տպավորություն ստացավ քո մակարդակից, հանրայինի մակարդակից։ Ինչա պատասխանում Էստոնիայի վարչապետը։ Եվրոպական քաղաքական համայնքը հիմնականում ներկայացնում այն գաղափարը կամ եվրոպական ընդլայնման գաղափարները ներկայացնում է այնպես, որ տարբեր երկրներ ցանկանում են այդ ակումբի անդամ դառնալ։ Այսինքն գրավիչ է։ Եթե ավելի པարզ ներկայացնեմ, ապա նրանց կտրամադրվի աջակցություն դա անելու համար։ Սա ինչ որ մեկի դեմ չէ։ Սա ընդամենը հնարավորություն է դառնալ ավելի եվրոպական, որովհետև եթե դու ցանկանում ես լինել ցանկացած ակումբի անդամ, դու պետք է փորձես ընդունել նաև այդ ակումբի կանոնները։ Եվ հետևաբար Եվրոպայի միությունը ամենամեծ հնարավորությունն է տնտեսական կամ հասարակական զարգացման համար։ Սա է Եվրոպայի քաղաքական համայնքի էությունը։ Այսինքն, պարզ բացատրեց Պետրոսին, ասեց. լսի, սա ակումբ է, որտեղ հնարավորություններ են, տնտեսություն է, մարդկային զարգացում է, լավ կյանք ավելի, հա, ամբողջությամբ հնարավորություն է։ Եթե ուզում ես մեր ակումբի մենք օգնում ենք, եթե դու ուզում ես դառնալ, մենք աջակցում ենք, որ դու դառնաս։ Բայց այդ քեզ է պետք, այդ մեզ պետք չի։ Դու պետք է ուզես դառնալ։ Ոչ մեկին ստեղ զորով չեն տանում։ Դա առաջին հերթին ասում է հնարավորություն է, ինչ ես խոսում, հա, ինչ որ Ռուսաստան ես ասում, որ ինչ։ Բայց այս թեման շատ ավելի լավ է բացվում, գնալով ավելի է Պետրոսին ստորացնում։ Ասում է պարոն վարչապետ, մեզ մոտ կա խոսույթ, այսպիսի մոտեցում, որ Եվրամիությունը մեզ երբեք չի ընդունի իր շարքերը։ Դա միֆ է։ Կան տարբեր երկրներ, որոնք 10 տարի է, 20 տարի է այդ հերթի մեջ են, բանակցում են, գնում գալիս են, եւ մարդիկ ասում են, որ սա քաղաքական նպատակահարմարություն ունի։ Խոսենք լավ վատ, բայց դա երբեք իրականանալի ծրագիր չի։ Ձեր մեկնաբանությունները։ Պետրոս 1000 անգամ ասել ենք, չկա մի պետություն, որը իրոք համապատասխանի եւ փայլուն կատարի իր գործերը եւ նրան չընդունեն։ Եթե ինչ որ մեկին 10-20 տարի տանում բերում են, դա Պետրոս այդ երկրի մեղքը, այդ Եվրամիության մեղքը չի։ Դա նրա պատճառով է, որ կամ այդ երկրում լիքը ռուսամոլիկներ կան, լիքը լևոնախտ կա, լիքը չմտածող կա, լիքը թակաբաց կագեբեյշնիկ կա, որը լրատվականներում է ծվարել, որոնք պրոպագանդա են տանում եւ հասարակական կարծիքը փոխում են, որոնք սուտ տեղեկությունը օդից տարիներով այնքան են շահարկում, որ քո ամբողջ հասարակությունը Ուկրաինան, որը ֆոսֆոր չունի, հիմա իր դեմ են ֆոսֆոր օգտագործում, ասում են Ուկրաինան Ադրբեջանին ֆոսֆորա ծախի, այն դեպքում որ Պուտինն է ծախել ֆոսֆորը Ադրբեջանին։ Եվ հատուկ էլ ասել է օգտագործի, որ գցեն Ուկրաինայի վրա։ Մի երկիր, որտեղ արդյոք կարելի է հանգիստ, քանի որ լրատվություն չի եղել տարիներ շարունակ, քանի որ ազատ մամուլ չի եղել, հիմա էլ որ կա ոչ մեկին պետք չի, որովհետև մեկը ռեսուրսները գիտենք ում ձեռքն է, դրա համար իրանք անվստահելի են համար, որտեղ կոռուպցիա կա, որտեղ առավոտից իրիգուն կոռուպցիա կա, այդ երկրները, որտեղ օրինակի համար Մհեր Գրիգորյանը համակարգում է համ յատամիստ, համ յատաման, համ եվրոպական միություն, իրանք չեն հասկանում, ոնց կարելի է այս երկրին միանգամից վերցնել Եվրամիություն, պարզաբար չեն վերցնել, դու կամ Մհեր Գրիգորյան, որ իրանց հետ է բանակցում, բայց նաև յատամիստ է, որ իրար հակասում է, հասկանում եք, չի լինում այդպես, Պետրոս, չի լինում, եթե այդ պետությունը 10-20 տարի տանում են, օրինակ Էրդողանին ինչի չեն վերցնում, որտեղ ինքը դիկտատոր է իրականում, ինքը երազում է դա, հա թուրքական ժողովրդավարություն սպეციფիկ ասում են, բայց իրականում տեսնում ես, ու ամենագլխավոր իր օպոնենտին բանտում փակեց ու վերջ։ Այդ դրա համար Թուրքիային չեն վերցնում Պետրոս։ Հասկանես, Մոլդովային չեն վերցնում, որովհետև այնտեղ խնդիրներ կան։ Որոշակի առումով, ուրեմն, այսինքն տեսնում ենք հազիվ է հաղթում Մայասանդուն, շատ հազիվ է հաղթում Մայասանդուն։ Պրոբլեմ կա, որովհետև բնակչության մոտ 50%-ը ու Մոլդովայում ապրող շարունակում է ռուսամոլ մնալ։ Վրաստանը տեսնում եք ինչ տեղի ունեցավ, այսինքն բացառությամբ Ուկրաինայի, որտեղ արդեն այլ պատմություններ է գնում, այնտեղ այլ հարցեր է մի քիչ քաղաքական, մնացած բոլորի դեպքում ուրեմն կարելի ասել, որ կան պատճառներ, որ չեն վերցնում։ Եվ իրանք սպասում են մինչև վերջ դու այդ բարեփոխումները անես, ակումբի կանոնները ընդունես, նոր վերցնեն։ Բացի դրանից, 1000 ասել եմ, օրինակ Ուկրաինան եւ Մոլդովան այս առումով խնդրեմ չունեն։
Նույնն է Վրաստանը, անկախ նրանից իրանք Եվրամիության անդամ են թե չէ, իրանք միշտ 5 տարի հետո կլի 10 տարի հետո իրանք միշտ կարան դառնան Եվրամիության անդամ, որովհետև հենց հիմա եւ Վրաստանը, եւ Ուկրաինան, եւ Մոլդովան եւ խորը եւ DCFTA խորը եւ հավապարխակ ազատ առևտրի գոտու մեջ են, այսինքն իրանք ոչ թե յատամիստ են, իրանք եվրոպական տնտեսական գոտու մեջ են, իրանք արդեն ամբողջությամբ օգտվում են այդ բարիքներ, իրանք արդեն կողմնորոշվում են դեպի եվրոպական շուկա, Ուկրաինան շուտվանից, Մոլդովան հիմա այսպես ավելի փոքր երկիր է, այսպես կամաց փորձում է դուրս գալ ռուսական ազդեցությունից եւ կողմնորոշվել դեպի եվրոպական շուկա։ Նույնն էլ Վրաստանը շուտվանից եվրոպական տնտեսական միության անդամ է, բայց ինքը չի դուրս գալի այնտեղից, ինչքան էլ հիմա Իվանիշվիլին տեսեք ռուսամոլիկ է, ինքը չի դուրս գա այնտեղից մտնի յատամը, որտեղ ինքը շատ լավ հասկանում է ինքը ինչ կկորցնի։ Ինքը կարողացավ այնպես անել, որ մա Ռուսաստանի հետ էլ հարաբերությունները վերականգնեց առևտրային, բայց ինքը հիմնականում օգտվում է ԵՄ-ից, որտեղ Վրաստան ամեն ինչ մտնում է շատ ավելի, այն ամերիկյան ավտոները, ասում է ռաստամոշկեք հետ որ անում են շատ ավելի էժան է, Եվրամիությունից մտնող գերմանական մեքենաները համարյա ձրի է եւ այլ այսպես շարունակ։ Դրա համար էլ Վրաստանում շատ բան շատ ավելի որակյալ է, շատ ավելի էժան է, շատ ավելի օրիգինալ է։ Հիմա ինչ ասում ուրեմն Էստոնիայի վարչապետը։ Ես կասեմ, որ կարող եմ իհարկե հուզական հատվածը դրա հասկանալ, բայց միաժամանակ եթե որևէ մեկը ցանկանում է բարեփոխվել, բարեփոխվում է երկու նպատակով։ Առաջինը ինքն իր համար, որովհետեւ օրինակ եթե խոսենք Էստոնիայի մասին, երբ որ մենք փոխում ենք մեր կանոնները, օրինակ բիզնես վարման, հանրային գնումների, սա իդեպ կոռուպցիան է բացառում, որ մեգադախլչիներից մեկը չզբաղվի համ դամաֆոնով, համ բենզինով, համ բուրգերով, հա? Որ մրցակցությունը մեծ լինի ավելի, հա? Ուրեմն եւ այլն նպատակը նաեւ այն էր, որ որպեսզի առաջ շարժվենք եւ անդին շարժվենք խորհրդային ժառանգությունից, որովհետեւ մեր անկախությունից ի վեր, այնուհետեւ իհարկե ԵՄ անդամ դառնալուց ի վեր, ուշադրություն, տարադան, ինչ ասում Պետրոսին Էստոնիայի վարչապետը, հնան մարդկային զարգացումը 10, 20, 30 անգամ աճել են եւ դառել են Եվրամիության անդամ, 30 անգամ Հետևաբար մենք սա անում ենք առաջին հերթին ինքներս մեր համար։ Պետրոս ասում է եկամտաբերա, ասում է որ կարող է Ռուսաստանի ֆակտոր կա կամ չկա։ Մի զզված շու ասում անտեղ ձեռնտու է, անտեղ քաղաքակրթություն է, անտեղ բիզնես վարել գիտեն, անտեղ տեխնոլոգիաներ կա։ Պետրոս ասում է եթե ուզում եք մարդ դառնաք, եթե ուզում եք լավ ապրեք, եթե ուզում եք ապագա ունենաք, այնտեղ է ապագան Պետրոս, քո խնդրեմը, քո մանկության տրավմաները ոչ մեկին հետաքրքիր չի, պետքա դու հասկանաս դա։ Ասում առաջինը սա, երկրորդ, այն է որ այդ ամեն ինչ որ դու անում ես, քեզ ավելի լավ կմոտեցնի քեզ նպատակին։ Այսինքն եթե դու այդ ամեն ինչը անես, դու արդեն Եվրամիության նպատակին կմոտենես, որտեղ եվրոպական ընդլայնումը կախված է իհարկե շնորհքներից եւ կարողություններից, ասում է մարդը։ Իհարկե կարող են լինել խոչընդոտներ, օրինակ Հունգարիայում կար Վիկտոր Օրբան, ով դեմ էր ընդլայնման, ասում է կար, բայց իհարկե այսօր արդեն ասում ես կարող եմ ասել, որ հաջորդ եվրոպական խորհուրդը մինչև աշուն կամ ամառ ավելի շատ հիմա կխոսենք ընդլայնման մասին իմ կարծիքով, այսինքն ասում է ընդլայնվում ենք տղեր, կընդլայնվում ենք, մենք ձեզ սպասում ենք։ Ես կասեմ, որ բարեփոխում եք առաջին հերթին ձեր համար, ձեր երկրի համար, ձեր քաղաքացիների ավելի լավ կյանք ունենալու համար, ասում է Էստոնիայի վարչապետը, եւ իհարկե ավելի մոտենալու Եվրոպայի միությանը։ Սա իհարկե հնարավորություն է Հայաստանի ժողովրդի համար, որպեսզի ընտրեն այդ ընտրությունը կատարեն եւ եթե համապատասխանում եք պայմաններին, ինչու ոչ, ապա կարող եք լինել Եվրամիության անդամ։ Ստացար պատասխանդ։ Պետրոս։ Հաջորդը։ Բայց ես վստահ եմ, այս պատասխանը ստանալուց հետո ինքը լարած տիկնիկի պես, հեսա հաջորդել է հարցը, ինքը միշտ այդ հարցը տալու է։ Ինքը կարող է Հայաստանը մտնի Եվրամիության մեջ, ասում է հետ մեղա այդ հարցը տա արդեն։ Ասի որ մտանք Եվրամիության մեջ, բայց մեզ ասում էին, որ դուք մեզ Ռուսաստանից կտրեցիք։ Կարող է եւ կտրեցին Ռուսաստանից, Պետրոս, դրանից ի՞նչ է փոխվում։ Եթե քո հարևանդ բռնաբար է, քեզ ասում են արի տեղափոխենք ուրիշ շենք, որտեվ հարևանդ քեզ բռնաբարում է ամեն օր։ Պատես դու բռնաբարում է։ Քեզ ասում են տղա ջան, հա, մենք հարևանդ վատն է, մենք ուզում ենք Իրանից քեզ ազատենք։ Բնականաբար, մենք բոլորս համախմբել ենք իր դեմ, որտեվ ինքը բռնաբար է, Պետրոս։ Չենք ուզում, որ Պետրոս քեզ բռնաբարի ամեն օր։ Ուզում ենք, որ քեզ տեղափոխենք նորմալ շենք, լավ պայմաններով, որ դու լավ ապրես։ Քո մասին ենք մտածում, Պետրոս։ Այո, մեր քո հարևանի հետ մենք վատ հարաբերություններ ունենք, մենք իրան չենք սիրում։ Բայց դրանից իրավիճակը չի փոխվում։ Մեկակինքը քեզ ամեն օր բռնաբարում է, Պետրոս։
Հիմա դու փոխանակ ասես իհարկե տեղափոխեք, ես այնտեղ ավելի լավ կզգամ, ինձ լավ շենք եք տանում, ավելի լավ պայմաններ, ավելի լավ սառնարան, ավելի լավ հեռուստացույց, ավելի լավ կյանք։ Իհարկե ես ուզում եմ գամ, ինձ թքած ունեմ այդ հարևան ինձ ամեն օր բռնաբարում է։ Դու ասում ես, չէ։ Ես հասկանում եմ, որ դուք ինձ ուզում եք տանեք լավ շենք, բայց դուք մեկը ոչ թե իմ մասին եք մտածում, այլ հարևանի մասին եք մտածում։ Պետրոս, դուք հասկանում ես, որ դու ծիծաղելի իրավիճակում ես հայտում։ Դու հասկանում ես, որ դու ուզում ես ասես, որ քեզ դուր է գալի, որ քեզ հարևանը բռնաբարում է։ Եթե տենց է, ուրեմն ասա։ Ասա, որ ինձ դուր է գալի, որ ինձ բռնաբարում է ամեն օր իմ հարևանը։ Չեմ ուզում գամ լավ շենք։ Ինձ էս քրքրոտ շենքում դուր է գալի, որ կեղտոտ պատեստում բռնում է ամեն օր բռնաբարում է։ Կներեք, որ սենց եմ ասում, Ժորժ ջան, բայց ես չեմ կարա Պետրոսին ուրիշ ձև բացատրեմ, որտեղ ինքը Պյոտրն է, ինքը Պյոտրն է։ Ասում եմ, տեսեք, ինքը չի հանձնվում, Ժորժ, նայեք, ինքը չի հանձնվում։ Պատկերացնում եք նույն հարցը։ Երրորդ, չորրորդ անգամ ձևակերպ։ Տեսեք, մարդիկ ասում են ընդդիմախոս։ Նախ այդ մարդիկ ասում են հայտարարությունը ամենաոչ պրոֆեսիոնալ, ամենանողկալի ձևն է, որ կարելի է ասել։ Երբ որ այստեղ օրինակ լրագրողները բերում են ասում են մարդիկ ասում են, գիտես Պետրոս երբ են ասում, երբ որ մարդկանց մեջ կանգնած են, մարդկանց մեջ հարցումներ են անցկացնում, հետո երբ որ մտնում են ուղիղ եթեր, մարդիկ հետևի ֆոնին ասում են, ես մարդկանց հետ խոսացի, եւ մարդիկ իմ կողմից խոսացված մարդիկ ասում են եւ այլ այսպես շարունակ։ Բայց երբ որ ամերիկյան վերլուծաբանը կամ ամերիկյան հարցազրույց տվողը եթե ասի մարդիկ ասում են, իրանք ասեն, որ մարդիկ ասում են տղա ջան, մի հատ ցույց տու, ինչ մարդկանց մասին, ինչի վրա է հաղում անում։ Կոնկրետ սոցհարցում կա, ինչի վրա է հաղում անում, որ մարդիկ են ասում, որ տոկոսն է ասում։ Երկրորդ օրը դուս կշպրտեն TV-ից, որպես բան, անպետք աղբ։ Կոսեն տեսասալովը բերել լրագրող ստեղ։ Երբ որ ասում ես մարդիկ ասում են Պետրոս, պետք է ասես, մենք ունեցել ենք հարցումներ, օրինակ 42% մարդկանց ասում է, ըստ այդ հարցումների, սենց։ Այդ մարդիկ ասում են արտահայտությունը, խայտարակ ոչ պրոֆեսիոնալ արտահայտությունը, էնել հանրային եթերում աշխատող լրագրողի համար։ Սա իմ կողմից քեզ նվեր, ուղղակի, փորձի մի քիչ պրոֆեսիոնալ դառնաս, օգնում եմ քեզ։ Վերջո հանրայինում ես աշխատում։ Մա ինչ ասում ես։ Տեսեք մարդիկ ասում են ընդդիմախոսները այս գործընթացը, որ դուք ներկայացրիք, որ Եվրամիությունը մեծ անհայտության մեջ է, Եվրամիությունը անհայտության մեջ է կանգնած։ Դուք տարբեր, ես օրինակներ բերեմ, դուք չունեք միասնական դիրքորոշում ՆԱՏՕ-ի մասին։ Թրամփը զորքերը Գերմանիայից հանում է, որովհետև նեղացել է։ Դուք չունեք միասնական դիրքորոշում ռուս-ուկրաինական պատերազմի մասին, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին, Իրան-Միացյալ Նահանգների պատերազմի մասին, ԱՄՆ-ի հետ փոխհարաբերությունների մասին, միգրացիոն քաղաքականության մասին, ռազմական բյուջեն համախառն ներքին արդյունքում ուրեմն թվի մասին, թե այս ինչ ասեց ինքն էլ չգիտի, ինչ էր ուզում ասել, բայց չկարողացավ գրակի ձևակերպի, բայց լավ, հիմա ինչ որ է։ Ես այս ՆԱՏՕ-ի մասին էր ասում այդ 5%-ների։ Ես այնքան կարող եմ երկար թվարկել, բայց այսքանը հերիք է։ Ասում եմ ինչ է ասում են ինչ է Եվրամիությունը, ով է ասում ինչ է Եվրամիությունը, Պետրոս, ով է ասում ինչ է Եվրամիությունը։ Ուր եք գնում, Եվրամիությունը ինքը չգիտի այսօր ինչ է, եւ ինքը չունի նաեւ պաշտպանական ուժեր։ Քիչ, բայց ունի։ Օրինակ Ֆրանսիայի բանակը բավականին ուժեղ հատկապես իրենց այդ լեգիոնը բավականին պրոֆեսիոնալ բանակ է, որը անգամ Աֆրիկայում է գործողություններ իրականացրել։ Գերմանիան ունի մոտ 152,000 բանակ, Բրիտանիան 253,000 բանակ ունի, Պետրոս։ Քեզ թվում է թե Եվրոպան բանակ չունի, Պետրոս ունի։ Հաջորդը Պետրոս, չի կարելի այսպիսի անգրագետ հարց տալ։ Չի կարելի ասել, որ երբ որ ընդ որում լավ տեղը դրեց, ոնց չունի Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների մասին դիրքորոշում։ Եթե ինչ որ մեկը մի բան ասում է, կոմունիզմ չի, Պետրոս, ես հասկանում եմ, որ քո մանկության մեջ կամ դες գաղափարների մեջ կոմունիզմը հիանալի բան է, եւ որ մեկը որոշում կայացնում, պիտի սաղ նույն բանը ասեն, այդ չի նշանակում։ Պետրոս 20 փաթեթ են ընդունել պատժամիջոցները, Պետրոս, վերջինս մի քանի օր առաջ ընդունվեց։ 20 փաթեթ, Պետրոս, մեկ չէ, 20 90 միլիարդ եվրո հատկացվեց Պետրոս Ուկրաինային, ոնց չկա համաձայնություն, նոր հաստատեցին։ Սա ինչ հայտարարություն է, Եվրամիությունը ասում է ինքը չգիտի ինչ է, ասենք, հասկանում ես ինչ ես խոսում, ես հայտարարականում քեզ և մի ամբողջ ազգ, ինչա պատասխանում Էստոնիայի վարչապետը,
Կասեմ, որ այո, եվրոպական երկրները Եվրամիություն ունեն տարբերություններ, բայց միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ պետք է հարգել ամեն մեկի յուրովի գործելու հնարավորությունը։ Այսինքն ասում եմ կոմունիստ չի, ամեն մեկ իր կարծիքը ունի։ Սակայն առավել կարևոր հարցերի շուրջ օրինակ Ուկրաինայի աջակցելու հարցը։ Մենք այդ կապակցությամբ դեկտեմբերին որոշում ենք կայացվել 90 միլիարդ եվրոյի աջակցությունը, որը վերջնական տեսքի է բերվել հենց անցած շաբաթ Կիպրոսում։ Հետևաբար այո, որոշ բաներ մի քիչ ժամանակ են պահանջում, նույնն էլ պատժամիջոցների հետ կապված ասեց։ Բայց տեղի են ունենում պաշտպանության հետ կապված ես կասեի, որ Եվրամիությունը որպես ամբողջականություն եւ բոլոր անդամ պետությունների հետ միասին իմ կարծիքով ճիշտ ուղու վրա է։ Ինքը խոսեց Թրամփի պահանջների մասին, որ Թրամփը ասում է դուք ինքներդ ձեզ տեր կանգնեք, դուք պետք է մեծացնեք այդ հնան ձեր ռազմական ծախսերի մասով հնայի չափաբաժինը։ ՆԱՏՕ-ի ռազմական ծախսերի ընդլայնման համար ասեց, որ արդեն անում ենք Էստոնիան 5.4%-ի է հասցրել, Լեհաստանն լավ, Լատվիան իդեպ թարգմանիչը անընդհատ Լիտվա էր ասում, արդեն սիրտս խառնում էր։ Ընդհանրապես ես չգիտեմ ինչ մակարդակը խայտարակություն։ 3 անգամ Լիտվա ասեց։ Լիտվայի փոխարեն։ Դա որ կան մարդիկ, որ Ուկրաինա են ասում, չէ, դա մի խայտարակություն է, դա ուղղակի մի խայտարակություն է։ Ու դա հանրայինի եթերով Լիտվա է հնչում, ասենք 2-3 անգամ։ Եվրոպան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները երկար ժամանակ շատ լավ գործընկերներ են ասում, բայց իհարկե մենք զարգացնում ենք մեր պաշտպանության կարողությունները։ 5-10 տարի հետո կունենանք մեր արտադրությունը, ռազմական ուժը, կկարողանանք պայքարել Ռուսաստանի դեմ, պաշտպանել ինքներս մեզ։ Այո, Եվրամիությունը ունի տարբերություններ։ Այո, երբեմն մենք տարաձայնություններ ենք ունենում, բայց նույնիսկ լավագույն ընկերները միշտ չէ որ համակարծիք են լինում։ Մենք երբեմն վիճում ենք, բայց վիճելու ընթացքում կամ բանավիճելու ընթացքում գալիս ենք ընդհանուր եզրակացությունների։ Պարզ բացատրես քեզ Պետրոս։ Այդ ինչ դարդերի մեջ է սնգե միգրացիոն քաղաքականությունն է քեզ սկսել արդեն հետաքրքրել, հա, Եվրոպայի, ընդ որում տենց ինչ որ ռուսական ռոպագանդիստական տենց բան։ Դու խնդրեմ ունեք բան, մեկը լսի կասի Թրամփն ասում ամենահարուստ շուկան, ամենահարուստ երկրներն են, ասենք դու կանգնում ես ասում ես որ դա մեկը լսի, մեկ քեզ մեկ սալայովին Եվրամիությունը քանդվել է արդեն։ Մենք միշտ խոսում ենք խնդիրների մասին, բայց այդ խնդիրները լուծվելու համար են, խոսում են լուծվելու համար։ Եվ ինչ ասում, տեսեք, նորից նույն հոլն افرացնում։ Ես sense բան չեմ տեսել կյանքում, շուրջ ես sense երևույթ չեմ տեսել։ Ընդհանրապես ես կարծում եմ, որ իմ կարծիքով Պետրոսին պետք է հանել հեռուստաընկերություններից եւ ընդհանրապես sense խաչ կիլոմետրով, ասենք ամեն հեռուստաընկերությունից 1 կիլոմետր շաղավրի վրա նկարը դնել խաչ քաշել, որ իր մուտքը ընդհանրապես այդ տարածք 1 կիլոմետր չի կարելի թողնել։ Եվ ոչ միայն իրան, շատ շատերին։ Բարձրապես կադր չի մնա, պետք է զրոյից լիքը կադր բեսնեն, ես չգիտեմ Հայաստանում այդքան կադր կա թե չէ։ Ասում եմ, վերջին ընդդիմախոսությունը, մեր քաղաքական խոսություն կա, որ Եվրամիությանը մենք պետք ենք միայն նրա համար, ուրեմն, ասում եմ, լավ, չասեմ շատ կատեգորիկ, ասում եմ, նրա համար, որ Ռուսաստանը տարածաշրջանից դուրս մաղվի։ Դուք մեզ օգտագործում եք գործիք ձեր քաղաքական նպատակների համար։ Պետրոս, ասենք, դա գիտության աստիճան կա, չէ՞։ Ասենք, հա, կարող է մեկը ինչ որ մի այլանդը, մեկն է քֆուր է տալի փողոցում, պետքա կանգնես այդ քֆուրը ասես վարչապետի։ Ասենք, երբ որ դու դառնում ես Եվրամիության անդամ, դու օգտվում ես բոլոր այդ փայլուն հնարավորություններից եվրոպական։ Եվ ինչը քեզ փայլուն բացատրեց, Էստոնիայի վարչապետը, որ քո մանկության տրավման քեզ մեր վրա փաթաթում։ Տղաճանը մա ուզում ես զարգանաս, թե չես ուզում զարգանալ։ Դուրս ենք հանում Ռուսաստանին, դուրս չենք հանում Ռուսաստանին տարածաշրջանից։ Քեզ ինչ այդ տղա։ Մենք քեզ հնարավորություն ենք առաջարկում։ Ուզում ես օգտվի, չէ, սիկտիվ կար գնա։ Շատ լավ պայմաններ է սիկտիվ կարում, աղբը փողոցումա թափված, փողոցումա զուգարանը ցրտին կարած դուրս գաս, ուրեմն գնաս, ուրեմն այն փայտե զուգարանների մեջ։ Շատ ընտիր պայմաններ է, գնա սիկտիվ կար։ Այնտեղ քեզ շատ լավ կզգաս։ Հիմա ինչա պատասխանում Էստոնիայի վարչապետը։ Նույնը իհարկե կարելի է ասել Էստոնիայի, Լատվիայի եւ Լիտվայի, Լեհաստանի մասին։ Բոլորի մասին սա կարելի է ասել, ասում։ Մեր երկրներում էլ են ասում քննադատում, որ մենք Ռուսաստանի հետ կտրում ենք կապեր եւ այլն։ Իհարկե մենք ասում անում ենք պաշտպանական գործողություններ, որովհետեւ մեր հարևանը Ռուսաստանն է, այսինքն ֆաշիստական Ռուսաստանը պետք է պաշտպանվենք։ Բայց չենք անում միայն դրա համար, ասում, միայն Ռուսաստանի դեմ։ Ինչա պատասխանում Էստոնիայի վարչապետը, խնդրում եմ ուշադիր լսեք, շատ կարևոր է ժողովուրդ։ Մենք պատկանում ենք եվրոպական ընտանիքին, որովհետեւ այնտեղ կան հնարավորություններ, շուկայի օրինակ հնարավորություններ, շուկա արտահանելու համար։ Միգուցե Եվրամիության շուկան ամենալավն է այս պահին, եւ եթե ազնիվ լինեմ, միգուցե այս պահին Եվրամիության շուկան ավելի եւ ավելի գրավիչ է դառնում։ Ազատ առևտրի ամենատարբեր համաձայնագրեր ունենք եւ ամենատարբեր հնարավորություններ ունենք, ճիշտ է ասում, Մեքսիկայի հետ,
Բրազիլիայի, Հարավային Ամերիկայի, Հնդկաստանի հետ Եվրամիության, եթե դու մենք լինենք DCFTA-ի անդամ, մենք արդեն նաև հնարավորություն ենք ստանում Լատինական Ամերիկա ազատ առևտուր անենք, ասիական որոշ երկրներ, հնդկական շուկա եւ այլ այսպես շարունակ, հա։ Այսինքն Եվրամիությունը մենակ Եվրամիության շուկան չի, դա մեծ հնարավորություններ է, դա որակով եւ ավելի էժան ապրանքներ է, դա օրիգինալ ապրանքներ է, դա ել չեմ ասում որ Հայաստանում ընդհանրապես Հայաստանում եւ Ռուսաստանում չինական մեքենաների բան են դառը, պարկա դառը, Zikr-ը համարվում ամենալավ մեքենան, Zikr, գիտես ինչ ավտո, չգիտեմ, չեմ էլ ուզում իմանամ, որովհետեւ արդեն անունից սիրտս խառնում է, որովհետեւ Bentley-ից թխել են, ասենք չինական էժան մասեր են մցել են մեջը, ինչ որ ճոխություն են ստեղծել, բայց չէ որ իրանք չեն հորինել այդ ճոխությունը, չէ որ դա վերցրել բրիտանացիներից են թխել, դա մեկը չինական կոպիա, մի խափեք ձեզ։ Zikr-ով մի ուրախացեք, որտեվ Zikr-ը մեկը աղբ է եւ մնալու է աղբ, որտեվ իրանք չեն, իրանք մեկը կոպին են, իրանք մեկը պատձելկա են ձեր սիրած լեզվով ասած տղեր։ Օրիգինալի հետևից պետք է գնալ, որտեվ միևնույնն է դու չես կարող օրիգինալից լավ պատձելկա անես, չես կարող, որտեվ օրիգինալն է միշտ գնահատվում։ Եվ ինչ ասում, երիտասարդների համար հնարավորություններ, Եվրամիությունը, կան ավելի լավ ամբողջ ԵՄ տարածքով կրթություն ստանալու հնարավորություններ եւ այլ հնարավորություններ։ Այս ամեն ինչը մենք անում ենք ինքներս մեզ համար եւ ոչ թե մեկ ուրիշի համար։ Մենք այս ամեն ինչը անում ենք իհարկե միմյանց աջակցելու համար, բայց առաջին հերթին ինքներս մեզ։ Բնականաբար, հետեւաբար այս ամեն ինչը կախված է ձեզանից, ձեր տեսանկյունից։ Օրինակ, եթե Հայաստանի բնակիչները ցանկանում են առանց մուտքի արտոնագրի ճանապարհորդել Եվրամիությունում կամ արտահանել Եվրամիություն, հաճախել Եվրամիության համասարաններ, միգուցե հենց դրա համար պետք է դա անել, եւ ոչ թե որովհետեւ օրինակ Ռուսաստան ասես։ Հասկացաք ինչ պատասխանեց, ասես ձեր երեխեքի ապագայի համար, ձեր համար։ Միգուցե այդ հնարավորությունների մասին խոսած Պետրոս, ոչ թե անընդհատ Ռուսաստան ասես։ Ուղղակի ես վստահ եմ, որ դու այնքան չես հասկանում, որ դաժե չհասկացար, որ ինքը քեզ ստորացնում էր ուղղակի։ Իր կիր դիվանագիտական պատասխաններով քեզ ուղղակի ես այնտեղ դու պատկերացնում ես, ես այդ պահին ինչ տեսարան էի տեսնում, ինքը քո հետ ինչ է անում։ Պատկերացնում ես, չէ՞։ Հաջորդը։ Ասում եմ, շատ լավ Պետրոսն ասում, բայց տեսեք, Ռուսաստանից հիմա մեզ ուղղակի սպառնում են։ Նրանք ասում են, ձեր արտահանման առյուծի բաժինը գալիս է Ռուսաստան, գազ են մեզ տալիս, ատոմակայանի հումքը եւ այլ էներգետիկ ռեսուրսները, եւ նրանք ասում են, ինչու պետք է մենք այս ամենը հանդուրժենք, եթե դուք ուզում եք դեպի Եվրոպա գնալ, որը մեր թշնամին է, ձեր տնտեսությունը դիվերսիֆիկացված չէ, դժվար է դիվերսիֆիկացվում։ Հիմա գյուղատնտեսական սեզոնն է, մեր գյուղմթերքը գնում է Ռուսաստան, այնտեղ արդեն սանկցիաներ են սկսել կիրառել մեր հանդեպ, եւ այստեղից հաճախ են հնչում ձայներ։ Այո, Եմեն լավն է, բայց մենք բան չունենք տալու եվրոպական շուկային։ Իսկ Ռուսաստանը մեր հիմնական արտաքին տնտեսական գործընկերն է։ Հետեւաբար ինչու ենք մենք կտրում այն ճյուղը, որի վրա նստած ենք։ Պետրոս այդ հետաքրքիր էր յուրին։ Նախ առաջին հերթին Պետրոս հետաքրքրվի հետաքրքես տնային աշխատանք։ Ոնց է ստացվել, որ Ուկրաինան ատոմակայան ունի ռուսական, բայց հուշեմ, ամերիկյան ընկերություն է սպասարկում ուկրաինական ատոմակայանը, Պետրոս։ Այսինքն այն որ քո երկիրը, այն որ անգամ այդ ընկերությունը Պետրոս հուշում եմ, եկել է Հայաստան, քեզ առաջարկել է ազատվել ռուսական կասվածությունից, բայց դու չես ընդունել դեռ դա։ Որ ասել է, ես տեսեք Ուկրաինայում նույն ատոմակայանից սպասարկում եմ, կարող եմ ձեր ատոմակայաններ սպասարկեմ, Պետրոս հուշում եմ, գնա հետաքրքրվի, հաջորդ դասին անունը ասես այդ ընկերության։ Ատոմակայանի ընդհանրապես անունը մի տվեք, կա տարբերակ։ Չէ՞ որ ուկրաինական ատոմակայանները հիմա սպասարկում են ամերիկյան ընկերություն։ Հուշում եմ բոլորիդ։ Կա տարբերակ։ Այնպես չի, էլի տարբերակներ կա, որ ման կա կգտնեք։ Հետևաբար ճակատագրական չի կախվածությունը ատոմակայանի։ Երկրորդը, որ քո տնտեսությունը չի դիվերսիֆիկացում, մարդ ասեց, չէ շնորհքից է կախված, կարողություններից։ Ասեց, որ դուք պետքա ձգտեք։ Հիմա դու 100-րդ անգամ նույն այդքան քեզ ստորացրեց, այդքան քեզ բացատրեց, որ քեզ է պետք, արա մեզ չի պետք։ Ուզում ես երեխեդ ընդհանրապես ապագա ունենա, թե ուզում ես փուչիկի մեջ ապրես։ Ինչի ես գնացել Եվրամիությանը դիմը Պետրոս։ Ռուսները ձեռից մեղրին առնում էին, տալիս էին Ալիևին, Պետրոս։ Բայց դրա համար վճարել է պետք։ Դու չես կարա Ռուսաստանի տակ պարկես, Եվրամիության հետ խաղեր տես։ Դու չեր կարա ասես Եվրամիություն, Ամերիկա մեզ Ալիևից պաշտպանեք, Պետրոս։
Բայց ասես ինչ եք ուզում մեզնից, մենք ուզում ենք Ռուսաստանի տարեվտորան։ Պետրոսը տարական բան է, մեկին գումարած մեկը։ Դու հասկանում ես, չէ՞ Փաշինյանը կյանքում չէր գնա, չէր դիմի Եվրոպային, եթե Պուտինը իր խոստացածը կատարած լիներ։ Պուտինը գցել է ձեզ, Պետրոս։ Հիմա դու ինչ ես ուզում ասես Եվրոպային, ասում ես տղեկ, թքած ունենք ձեր շահերի վրա, երբ որ պետքա կգաք մեզ կպաշտպանեք, որ Ալիևը մեզ չուտի, տղերք։ Թե մտածում ես, որ հիմա Ալիևի տակ եք պարկելու, էլ պատերազմ չի լինի, խաղաղություն, Էրդողանը տերականգնելու։ Լուրջ դուք տենց մտածում եք, որ ապահով եք կլնելու, լուրջ ես ասում։ Դու հասկանում ես Պետրոս, հեսա վերջի պատասխանում էլ ավելի շատ է քեզ ստորացնում։ Ընդ որում նենց է խոսում, ոնց որ թե եվրոպացիք պարտք են մեզ։ Ինչ որ եկե մեզ ստիպում են, որ մենք Եվրամիություն մտնենք, Պետրոս ուշքի արի։ Իրանք են քեզ փրկե, այդ դիտորդներն են, որ կանգնած էին, որ Ալիևը չէր կրակում։ Պետրոս դու ես գնացել դիմել։ Արա ես ուղղակի ապշում եմ, դե դուք ինչ եք անում այդ երկրի հետ։ Եթե Հայաստանը Աստված չանի չձգի դուրս չգա այս ամեն ինչից, Պետրոս իմացի քո մակարդակի պատճառով է լինելու։ Քո պատճառով, քո նման լևոնախտների պատճառով, ռուսամելիքների, ռուսամորի մի խոսքով, այդ ձեր պատճառով է լինելու, որտեղ դուք չկարացաք տարական բան հասկանալ այսքան տարիների ընթացքում։ Տարական։ Հաջորդը։ Ինչը ասում է Էստոնիայի վարչապետը, որ 100-րդ անգամ նույն իդիոտիզմը ասում է։ Հարցը հասկանալի է։ Իհարկե, որովհետև Էստոնիայում նաև այդ նույն հարցերը լսել ենք, բայց ռուսական տնտեսության չափը ո՞րն է։ Շախու մատ արես Պետրոս քեզ, ասում է ռուսական տնտեսության չափը ո՞րն է Պետրոս։ Ինչ է ասում Էստոնիայի վարչապետը, ասում է միգուցե մեկ եվրոպական երկրի միջինացված չափ, հա, դա ձեր հնարավորությունը։ Եվրամիության շուկան եւ տարածաշրջանը շատ ավելի հնարավորություններ է առաջարկում, քան երբևիցե Ռուսաստանը կարող է ձեզ առաջարկել, ասում է Էստոնիայի վարչապետը։ Տնտեսականությունը, օրինակ ձեր տնտեսականությունը, ձեր ապագան, ենթադրում եմ, ես լսել եմ նաև երիտասարդ ձեռներեցները, երիտասարդները ամենատարբեր գործիքների են տիրապետում, տեխնոլոգիաների, արհեստական բանականությանը, ապագան միգուցե ավելի բարձր հավելյալ արժեքի մեջ է։ Պետրոս բացատրումը ասում է, այն ինչ որ քո երիտասարդները հիմա անում են, դա Ռուսաստանի հետ կապ չունի, դրա ապագան ընդեղ է, Պետրոս։ Ընդհանրապես այս մասնագիտությունները, որ հիմա ապագան է բնորոշելու, արհեստական ինտելեկտ եւ այլն, դրա ապագան Ռուսաստանում չի, Պետրոս։ Եվրամիությունն է։ Հետևաբար ասում եմ, եթե մարդիկ իրենք կարողանան ընտրել, որ տարածաշրջանին պատկանել, ում հետ գործ ունենալ, ես կասեմ իրոք ունեն այդ ընտրության հնարավորությունը հիմա։ Էստոնիայում դա շատ հստակ է։ Մենք նույնպես կապերը խզել ենք Ռուսաստանի հետ եւ դրա համար վճարել ենք։ Մենք հասկացել ենք, որ ապագան Եվրամիությունում է։ Եվ եթե տնտեսական ուրեմն տեսանկյունից, մարդկային զարգացման տեսակետից, մամուլի ազատության տեսակետից, բիզնես ազատության տեսակետից դիտարկենք, մենք մեզ տեսնում ենք Եվրամիությունում եւ ոչ թե Ռուսաստանում։ Իսկ ինչու, ասում է Էստոնիայի վարչապետը, որովհետեւ Ռուսաստանում, եթե խոսում եմ Էստոնիայի տեսակետից, մենք չենք ուզում մեկ մարդուց կախված լինենք, այսինքն Պուտինից, որը առավոտյան կորոշի, թե երեկոյան ինչ կլինի։ Այդ են քո հարցի համար, Պետրոս, որ ասում ես, թե մենք սա մեր ապրանքը Ռուսաստանն է գնում, այսօր մեր հանդեպ սանկցիա է կիրառում, մենք մեղք ենք, բայց ոնց եք ուզում եք Ռուսաստանից տանել, էներքես բացատրումը, ասում ես, սա կյանքը տենց մեղք կլինես, տենց useful idiot կլինես։ Մոտավորապես ես ծայրահեղացնում եմ մի քիչ, էլի, Ռուսաստանի համար, բայց չես զարգանա, կոպիտ ասած, չես զարգանա։ Միշտ ստորացված, չոքած կլինես, Պետրոս, ասում է, որտեղ կարող է առավոտը վերկանա մի տապեչկեն մոռանա հագնի, գլխիդ այդ տապեչկեն, տենց որոշի ինքը այսօր առավոտյան։ Իսկ ասում է, էստոնացիք հպարտազգ են, իրանք տենց չեն ուզում։ Իրանք ուզում են դիվերսիֆիկացիա, իրանք ուզում են շնորհք ունեն, աշխատացնում են ուղեղը, ոչ թե ասենք, չգիտեմ, նախնադրյան ֆեոդալիզմը, որ թիվն է մենակ Ռուսաստանի, կարում գյուղ մտեք արտահանեք։ Հայկական միրգը, հայկական բանջարեղենը շատ լավն է, շնորհքով լինելու դեպքում Եվրամիությունում երբ որ մտնեք այն գոտին եւ շատ ավելի քիչ վճարեք ապրանքի համար կամ ընդհանրապես թաքս կամ մաքսատուրքեր չլինեն, կարող է ընդհանրապես հասկանաք, որ շատ ձեռ էր տալի։ Կարող է հետո հասկանաք, ընչենք 30 տարի կորցր է օրինակի համար։ Ասում մենք այդպիսի բիզնես եւ այդպիսի գործընկերություն չենք ցանկանում։ Հետևաբար էստոնական տեսակետից իմ խորհուրդը կլինի ուշադրություն դարձրեք դեպի եվրոպական շուկա։ Բայց ի վերջո ասում հայ ժողովուրդը պետք է որոշում կայացնի եւ ոչ թե մեկը դրսից։ Ինչը հարցնում Պետրոս ասում է, ինչպես տեսնում եք մեր նման փոքր երկրների անվտանգությունը, մեր նախկին նախագահներից մեկն է ասել, որ միջազգային իրավունքը, այսինքն անվտանգությունը մասին է խոսում, հարցնում է։
Էստոնիայի վարչապետը ասում է, մեր նախկին նախագահներից մեկն ասել է, որ միջազգային իրավունքը փոքր երկրների համար միջազգային զենքին է փոխարինում։ Ես հիմա կասեմ, որ միջազգային իրավունքի հիմքը շարունակում է ուժեղ մնալ, երբեմն մարտահրավերների է բախվում։ Հետևաբար փոքր երկրների համար նաև կարևոր է երբեք միայնակ չլինել այս քպայականներին, որ ասում են մեզ երաշխավոր պետք չի։ Դա նաև մեզ է առաջնորդում։ Մենք ՆԱՏՕ-ի անդամ ենք, բավականին լավ է աշխատում, որովհետև օրինակ Էստոնիայի պարագայում մենք ունեցել ենք բազմաթիվ դեպքեր ռազմական ռուսական ռազմական նավատորմի կողմից որոշակի ուրեմն գործողություններ ասում է եւ վնասվել են Բալթյան ծովում մեր կամ օթային տարածք է ներխուժել ռազմական օթուժը եւ մենք ունենք ժամանակակից ՆԱՏՕ միջոցներ, որոնք օգնում են, որոնք աշխատում են, մենք այդ դաշինքի մաս ենք կազմում, մենք նաեւ Եվրամիության մաս ենք կազմում, մենք ունենք մեր կարողությունները եւ ներդնում ենք ամենատարբեր կապի կարևորագույն ենթակառուցվածքների ռազմական առումով, որովհետեւ հաջորդ եվրոպական բյուջեում արդեն նաեւ կլինի ռազմական ավելի շատ ներդրումներ, ավելի քան երբևէ եւ հետեւաբար ես կասեմ, որ խաղաղության պայմաններում ամենալավ հիմքը միջազգային իրավունքն է փոքրերի համար, մեծերի համար, որպեսզի բոլորը հարգեն միմյանց տարածքային ամբողջականությունը։ Հարկավոր է դաշինք։ Ինքը ասում է, եթե այդուամենայնիվ միտքը նա, որ այդ խաղաղության ժամանակ այդ միջազգային իրավունքը չի մնում, հարկավոր է դաշինք։ ՆԱՏՕ-ն, Եվրամիությունը շատ լավ դաշինքներ են։ Պետրոս ասում է Էստոնիայի վարչապետը եւ փայլուն բացատրեց, ասեց ես ուղղակի, չգիտեմ, այսքանից հետո ես կամաչեի գեդինը կմտնեի։ Ոչ մեկ ժողովուրդ, ձեզ ոչ մի բան չի ստիպում։ Բայց Էստոնիայի վարչապետը ասեց, եթե փոքր միջին եվրոպական երկրի ստանդարտներով շուկայի վրա եք հիմնվելու, դուք կյանքում լավ չեք ապրի։ Եվ մի օր կոչնչանաք ուղղակի։ Եթե դուք չեք բացվելու աշխարհի առաջ, հարուստ շուկաներ չեք գրավելու, չեք զարգանալու, ժամանակակից մասնագիտությունների շուկան արևմուտքն է, եթե ձեր երեխաները չեն կարողանալու օգտվել, ձեր մոտ լինելու է արտագաղթ։ Ձեր երկիրը վերջանալու է մի օր, որտեղ սխալ, եթե չես կարողանում քո սխալի վրա սովորես եւ նույն սխալը անդադ գործում ես, Պետրոս, դրա վերջը պարզ է բոլորին։ Եվ ամենակարևորը, այսքանից հետո, ինչու, տես, այսքան ասում էինք, վերջապես Ուկրաինայից մարդ է եկել։ Եկել են լավ վերլուծաբաններ, շատ լուրջ քաղաքագետներ Հայաստանում, ուրեմն այնտեղ մասնակցելու են հետաքրքիր դիալոգի Երևանում, կարող է հետաքրքրվես օրինակ եւ վերջապես Ուկրաինայից գոնե մեկին կանչես եւ հրավիրես քո եթեր, որը խոսա։ Թե վախենում ես, Պետրոս։ Դե տեսնենք հիմա։ Ուկրաինայից բավականին լուրջ պատվիրակություն է եկել, քաղաքագետներ կան, մի հատ հետաքրքրվի ու փորձի հրավիրես։ Հակառակ դեպքում կստացվի, որ դու մենակ զեթնիկ ֆաշիստներին ես հաճույքով քո եթերը տրամադրում։ Այսօր տարածվեց տեղեկություն, որ Եվրամիության ամենաբարձր մակարդակով կոչ արել տնտեսվարողներին ներդրումներ անել Հայաստանի տնտեսությունում։ Իդեպ, հետաքրքրական մի բան։ Ժորժ ջան, Էստոնիայի վարչապետը մի բան պարզակնարկեց, ասեց, եթե ուզում եք դառնալ, ինչ որ ես ձեզ ասում եմ մի քանի օր առաջ, եւ շատ եմ ասել։ Եթե ուզում եք վիզաների ազատականացում, պետք է գնաք դեպի Եվրամիություն։ Շատ հստակ Էստոնիայի վարչապետը խոսեց այդ մասին, իհարկե այդ շեշտը չդրեց, բայց խոսքի մեջ պարզ ասեց։ Դա այն ինչ որ ես ասում եմ, գոնե DCFTA-ի անդամ պետք է լինենք։ Եվ ընտրությունը մերն է։ Հիմա քանի որ Հայաստանի նորից եմ բացատրում, Հայաստանի տնտեսությունը Եվրամիության շուկայում է, հիմա ինչքան էլ ներդրումներ անեն, միակ շուկան լինելու այդ փոքր միջին չափերի եվրոպական երկրի Ռուսաստանը, եւ իրանց դա հետաքրքիր չի։ Հետեւաբար, եթե պետք է գան Հայաստանում արտադրեն եւ Եվրոպա արտահանելու համար ահռելի թաքսեր վճարեն մաքսատուրքեր, ոչ մի բիզնեսմեն չի գալու Հայաստան, որտեվ Փաշինյանը յատմիստ է, Մեհեր Գրիգորյանը յատմիստ է եւ իրենք պարզ ասում են, մենք յատմից դուրս գալու խնդիր չենք տեսնում։ Ապագա էլ չկա, եթե չեք դուրս գալու։ Ես հստակ ասում եմ, եթե Հայաստանը յատմից դուրս չի գալու, Հայաստանը ապագա չունի, ուղղակի չունի, որտեղ ինքը զրկվում է այն հնարավորություններից, որ Էստոնիայի վարչապետը պարզ ասում էր, հասարակ մի բան կրթությունը, մենք այսօր չունենք կրթություն, բայց եթե մենք դառնում ենք DCFTA-ի անդամ, եթե մենք վիզաների ազատականացում ենք ունենում ու ձգտում ենք Եվրամիություն, պատկերացրեք ինչքան հայ երեխա կգնա կսովորի Եվրոպայում, ինչքան կադր մենք կունենանք, որոնք հետ կգան կօգնեն կզարգացնեն, ինչքան եվրոպացիներ կարող են մեզ օգնել զարգանալու համար, կրթությունը կօգնեն համապատասխանեցնեն եվրոպական չափանիշներին, եւ դա իրոք game changer կլինի Հայաստանի համար, որովհետեւ Ալիևի հանդեպ մեր միակ առավելությունը ժողովրդավարությունն է։ Մենք կարող ենք լինել DCFTA եւ Եվրամիության անդամ, Ալիևը չի կարող։ Եվ ավելին ասեմ, Ալիևի դիկտատուրայի քանդվելուց հետո, երբ որ Ալիևիդ մի բան լինի կամ տղեն չկարողանա, դիկտատուրաների վերջը մի շատ տխուր է լինում։ Կարող անգամ միջև քաղաքացիական պատերազմի ավարտի, ոչ մեկ չգիտի այդ մասին, բայց մենք պետք է այդ պահին պատրաստ լինենք։ Ուղղակի պատրաստ լինենք, որտեղ ի վերջո այս հաղթանակները, որ տանում են, իրենք էլ ուրախանում են, իրանք էլ տակ են, իրանք էլ չեն հասկանում։ Բայց Ալիևի դիկտատուրայի ավարտից հետո
Դուք պատկերացնում եք ինչա տեղի ունեն, որտեղ մարդկացված լցվում է, եւ ի վերջո կարող է այնպես պայթի ոչ մեկ չգիտի ինչ կարող է լինել։ Բայց այս պահի դրությամբ մենք ունենք մի վիճակ, որտեղ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, որ Փարքաստու եկավ համաժողովին, որտեղ առանց դել Մերցը չերեկև եւ շատ լավ էր, որ գոնե Մելոնին եկավ Մերց Քիր Ստարմերը շատ ուրախացա, ուրեմն եւ շատ կարեւոր էր, որ Մակրոնը բավականին տես մանեկան, տես լավ նկարվեցին եւ այսպես շարունակ։ Մենք այսօր մի բան ենք տեսնում։ Բաբիշը գնում է Ադրբեջան պայմանավորվում է։ Մելոնին գնում է Ադրբեջան եւ հայտարարում է, որ ուրեմն ռազմական գործընկերություն ամրապնդելու մասին, որ այս գործընկերությունը ունի կոնկրետ եւ երկարաժամկետ նշանակություն Իտալիայի համար։ Մենք մտադիր ենք ավելի ամրապնդել մեր նշանակալի համագործակցությունը էներգետիկայի, անվտանգության, տրանսպորտի եւ լոգիստիկայի ներդրումների եւ քաղաքական երկխոսության ոլորտներում։ Իդեպ ասեմ, Something, եթե չեմ սխալվում, իտալական բանել ունի եւ ասեմ ձեզ շատ վտանգավոր է, որտեղ Ադրբեջանի հետ ռազմական համագործակցություն ունի Իտալիան, Հայաստանի հետ ոչ, եւ կարող է ստացվի, որ Ադրբեջանը մեզանից շուտ Something ունենա ի վերջո։ Եվ մենք սա պետք է հասկանանք։ Չնայած այնտեղ Փարքաստու կարծեմ մի քանի երկիր է, Գերմանիա, Ֆրանսիա, կճշտեմ, եթե չեմ սխալվում, այնտեղ Մակրոնը կարա, կարծեմ Ֆրանսիան է ունի մասնակցություն, այդ դեպքում Մակրոնը կարա, բայց մի հատ կճշտեմ, հələ, այսինքն մենակ Իրանից չի կախված, բայց այդուամենայնիվ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը լինելով դիկտատորական երկիր, ինքը շատ ավելի կոնկրետ պայմանավորություններ է ունենում իր գազի շնորհիվ, իր նավթի շնորհիվ, շատ ավելի կոնկրետ պայմանավորություն ունենում եվրոպական երկրներից, շատ ավելի շատ եվրոպական զենք ունի, շատ ավելի շատ Սլովակիայից, Չեխիայից, Իտալիայից եւ այլ այսպես շարունակ։ Մենք միակ զենքը, որը ունենք, որը մեր ժողովրդավարությունը եւ կարանք ավելի շատ ունենանք Եվրոպայից, դառնալով Եվրամիության անդամ, որտեղ Եվրամիությունը դեպքում պարտավոր է մեր շահերը հետ, դա Ռուսաստանը չի։ Այդ դեպքում արդեն կարող է եթե Հայաստանը խնդիր ունի Ադրբեջանի հետ, Ալիևին վաճառեն զենքի, արկել են զենքի վաճառքը, արկելափակեն նավթը եւ այս ոնց որ արեցին Ուկրաինայի մասով, եթե կարողացան Ռուսաստանի նավթից ազատվեն, հավատացեք ադրբեջանականից կարողանան։ Դրա համար մեզ միակ, որպեսզի չընկնենք Թուրքիայի ազդեցության տակ, որպեսզի չպարկենք Ալիևի տակ, որպեսզի այսքանից հետո մի հատ էլ Ալիևի, ասենք Պուտինը, որը Ալիևի եւ Էրդողանի տակ է պարկած, մի հատ էլ դրա տակ չպարկենք, որ 100 հոգու վասալի տակ չպարկենք եւ լինենք արժանապատիվ երկիր, պետք է գնալ դեպի Եվրոպա։ Միանշանակ։ Եվ ելի եմ ասում, պետք չի հիմա գնալ դառնալ Եվրամիության անդամ, ձեզ ոչ մեկ չի ընդունի։ Պետք է գնալ եւ դառնալ դուրս գալ ԵԱՏՄ-ից եւ մտնել եվրոպական տնտեսական գոտի։ Այդ ժամանակ բիզնեսը փրկվելու համար կսկսի մտածել, ոնց ավելի որակյալ արտադրել, սկսում ուղիղ աշխատել, ոնց եվրոպական շուկա արտահանել, շնորհքը կսկսի ցույց տալ։ Չէ՞ որ ասում եք, մեր ազգը ստեղծագործ է, մեր ազգը գիտեք ինչ խելացի է, դու շխելացի է, ուրեմն շատ արագ տակից դուրս կգա։ Այստեղ կմրցի իրոք խելքով, իր բիզնես արվեստով։ Եվ իրոք այդպես է, մեր ազգը ժամանակին, ասենք մեր առևտրականները հայտնի են եղել ամբողջ աշխարհում։ Դե մեկ բացեք, կարող է եւ կարողանանք եվրոպական շուկան գրավել, այնպես որ հետո, չգիտեմ, եւ այսպես շարունակ։